Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան։ Այս են ոնց որ են հարթաշուրթն է։ Այն որ ասում էր, հա, դրան։ Հա, դե հա, ես իմ Չգիտեմ։ Չգիտեմ ինչ իմանամ, բայց իմիջիալուց այդ բանը, այդ շուրթերի հետ կապված մի քիչ հա կասկածներ։ Դե ասում են, որ տպավորությունն է, հա, որ ինչ որ բժշկական միջամտություն է։ 6 ամիս առաջ լրագրողները, որ ասուլիս էր հրավիրել Նիկոլ Փաշինյանը, հարցնում էին, ասում էին ճանաչում եք իրեն, որովհետև ըստ տեղեկությունների, այն մի պահ հիշում ես, որ սկսել էր սաղմոսներ, չգիտեմ ինչ էր հրապարակել Նիկոլը։ Հիմա էլ անում եք։ Հա, չեմ հետևել ես վերջերս ճիշտն ասած։ Չէ, հիմա թմբուկանը վարքում, հավես հիմա բան պրոֆիլը փոխի ժամանակ չունի։ Հիմա սաղմոս բարա։ Բանը այդ ժամանակ հարցրեցին, ասեցին ճանաչում եք, որովհետև այդ սաղմոսները փաստորեն ինքն էր տալիս, որ Նիկոլը հրապարակեր, ասենց աչքերը կլորացնելով, ոնց որ միշտ է էլի սիրում անել այն, որ հենց սկսում է սուտ խոսել կամ ձեռքը հետևն է տանում, ազգային ժողովում շատ եմ տեսել էլի ամբիոնի մոտ այդ։ Հենց սկսում էր սուտ խոսել, ձեռքը հետևն էր տանում։ Նիկոլ ասում հոսար։ Հա, լրիվ հետ էր։ Ու ասենց աչքերը կլորացնելով Ես չեմ ճանաչում, ես ով է ինքը, ես իրան չեմ ճանաչում, էլի, բայց 6 ամիս հետո պարզվեց, որ երբ չճանաչում է, մի հատ էլ իր գործիքն է, մի հատ էլ իր բանն է, ձեռքի տակի տիրադավը։ Հայ միջալուց հարթաշուրթի հետ։ Բայց դա պլասկագուպցին չի։ Դա հարթաշուրթի հետ կապված մի պատմություն է պատմեմ, հա, պլասկագուպցին է։ Հիշում դու կհիշես ժամանակին այդպիսի բան կար, ընդունված ավանդույթ կար, հա, այսպես ասած, որ որևէ մեկին հրավիրում էին ակումբներից, մամուլի ակումբներից որևէ մի ակումբ ու ասուլիս էին տալիս, բոլոր լրագրողներն էլ գալիս էին եւ լուսաբանում էին։ Հիմա ոնց որ այդ բանը պրակտիկան չկա, Մանվել Բադյանն էր ազգային ժողովի նախկին падգամավոր Ինչ որ խոսքի մեջ այդ պլասկագուպցից ինչ որ բան էր ուզում ասեց պլասկագուպցին ոնց է հայերեն, ոնց ասեմ ավելի գրական, ոչ մեկ չգիտեին, ես ասացի, որ հարթաշուրթ, ասեց, չէ, դե արդեն չեղավ, այդ դառավ գեշաղջիկ։ Հիմա այս Անուշավանի մասին, որ խոսում են միշտ այդ գեշաղջիկա պահնեմ, էլի ես հիշում։